Ժամը 9:22, 8:15 դասերը սկսում են, ոչ մի մաքրող տեխնիկա, ամբողջը սառած։ Նորքի 7-րդ զանգվածի բնակիչ Փառանձեմ Հովանիսյանն առավոտյան երեխաներին ուշ է դպրոց տարել, դժգոհեց բակից մինչև դպրոց փողոցները սառցապատ էին։ Այսպես լրված մեքենաներ, երեխեք ջան, 8:15 դպրոցում եղեք։ 4 օր առաջ էր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը դժգոհել վարչական շրջանների աշխատանքից հարցնելով հունվարի 1-ից 3-ը որտեղ էին քաղաքապետարանների աշխատակիցները, որոնք պետք է աջակցեին աղբահանություն եւ սանիտարական մաքրում հիմնարկի գործընկերներին։ Վարչական շրջանների մեր կատարած աշխատանքից ես դժգոհ եմ։ 1-ից 3 քեզ մարդիկ տուն են եղել։ Վարչական մի շարք շրջաններ էլ ըստ Ավինյանի իրենց տարածքը չմաքրած տնտեսվարողներին չէին տուգանել։ Բարկացել էր լավամարդ լինելը լավ բան չէ։ Այս դժգոհությունից 4 օր անց 3 գիշերը նորից առատություն տեղաց։ Բազմազավակ կինը, որ առավոտյան երեխաներին սահելով էր դպրոց հասցրել, դասերից հետո վերադարձի ճանապարհներ էր նկարել։ Ոչ մի փոփոխություն։ Նա էլ քաղաքային իշխանությանն է հարցնում. ուր են ձեր աշխատակիցները։ Փորձում ենք դպրոցից տնկալ։ 13:56-ի դրությամբ նույն վիճակը։ Նույն դպրոց գնացող փողոցը, դեպի բակ իջնող փողոցը, նույն վիճակն է, փորձում ենք հաղթահարել, հիմա էլ տուն հասնել։ 14:00-ի դրությամբ նույն վիճակը։ Ուй, մի հատ բաց տեղ չկա, որ մի ոտքի տեղ, որ կարողանաս դուրս գալ, հասնել դպրոց, երեխեքին դպրոցից վերցնել։ Ավինյանը վարչական շրջանների աշխատակիցների վրա է բարկանում, բնակիչները քաղաքային իշխանության, վարորդի ընկերհասարակական կազմակերպությունն էլ առավոտյան սառած ճանապարհների կադրեր էր հրապարակել Facebook-ում, զգուշացնելով վարորդներին, որ դանդաղ վարեն։ Մեզ հանդիպած տաքսու վարորդներից մեկի մեքենայի տեսախցիկի առավոտյան ֆիքսած կադրերը տեսանք, ինչպես են առաջին հայացքից բաց թվացող ճանապարհներին մեքենաները դանդաղ ընթանում, որովհետև անիվների տակ սառույց է, տեղ-տեղ նաև մի քանի մեքենա իրար էին բախվել։ Էլ վթարա 3 մեքենա են բախվել իրար, մեծ մեքենա մտել էր լարերի մեջ։ Աշտարակից Երևան տանող մայրուղին Երևանի մի շարք գլխավոր եւ երկրորդային փողոցներ ու ճանապարհներ բաց էին։ Այդ հատվածները քաղաքապետարանի ենթակայության տակ են, ասում է քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։ Վստահեցրեց Երևանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում հիմնարկի աշխատակիցները կես գիշերից են աղ ու ավազ ցանելով մաքրում դրանք։ Արեյանը չի ընդունում քննադատությունները, թե քաղաքապետարանն իշխարածը բարդում է տնտեսվարողների վրա։ Հիշեցրեց 17 տարի առաջ գործող Աբագանու որոշմամբ ձյան դադարից 4 ժամ հետո տնտեսվարողները պետք է մաքրեն իրենց դիմացի տարածքը։ Այս անգամ թերացողները տուգանվել են 10-ից 20,000 դրամով։ 280 արձանագրություն է կազմվել։ Արեյանն ասում է, սա տուգանքի համար թույլիկ թիվ է։ Առաջիկայում մի քանի 100,000 կդարձնեն։ Հիմա ունենք այդ օրենսդրական նախաձեռնությունը, որ այս պատժաչափը խստանա։ Թե արտերկրում 1000 եվրո են անում, ստեղ առնվազն 200,000 կամ 500,000 երկրորդ անգամ չանելու դեպքում պիտի տուգանվի։ Բարոյախոսություններով, որդորներով բան չի ստացվի։ Թե Ավինյանը կոնկրետ այդ որ 4 վարչական շրջաններից էր դժգոհ, որ տարվա առաջին 3 օրերին տնտեսվարողներին չէին տուգանել, Արեյանը չասաց, միայն պնդեց։ Կոշտ դիտողությունից հետո էապես փոխվել էր փողոցներու վիճակը։ Մաքրում էին իրենց տարածքները։ Եթե ծայր Աբովյան փողոցի բոլոր տնտեսվարողները, հասարակական շենքերը, այդ թվում ուսումնական հաստատությունները մաքրեին իրենց դեմը, ապա Աբովյան արձանից մինչև Հանրապետության հրապարակ մենք կունենայինք ամբողջապես մաքուր տարածք առանց սառցակտորների։ Մինչդեռ կարկատանի նման մի սուպերմարկետը, մյուս խանութը, մյուս սրճարանը մաքրել է, դրան հաջորդող 4-ը չեն մաքրել։ Բակերն էլ ըստ Արեյանի համատիրությունները պետք է մաքրեն, որովհետև բնակիչները դրա դիմաց վճարում են։ Վարչական շրջանների աշխատակիցներն էլ պետք է նրանց աջակցեն, ընդգծեց։ Մենք շենքերի կառավարման մարմիններին տվել ենք անսահման քանակությամբ աղ եւ ավազ, որպեսզի իրենց բնակիչների հետ կարողանային մշակել այդ տարածքները։ Հիմա մարդիկ ասում են ոչ, պիտի գաք մեր ավտոտնակների դարպասների դեմն մաքրեք։ Սա ամենևին օբյեկտիվ չէ։
Ազատության տեսախցիկը մայրաքաղաքի մի քանի հատվածներում, այդ թվում փոքր կենտրոնում, ձյունից ու սառույցից չմաքրված բակային հատվածներ եւ փողոցներ էր ֆիքսել։ Դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 13-ը Երևանի փողոցներում 25 մարդ է ընկել սառույցի վրա ու կոտրվածք ստացել։ 24-ը հոսպիտալացվել են։ Առաջիկա 2-3 օրերին կրկին մերկասառույց է սպասվում։ Արյանն ասում է, կազմու պատրաստ են, փորձելու են այնպես անել, որ մերկասառույցներ չլինեն փողոցներում։ Բազմազավակ Փարանձեմ Հովանիսյանը հիշեցնում է, հո միայն այդ օրը չէ, որ իրենց բակից մինչև դպրոց սահելով են գնում, միշտ է այդպես։ Աջ ձեռքը չգիտի ձախ ձեռքը ինչ անում։